Ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը եւ դուռը փրկության։ Иисус Христос в Святой книге говорит, что «Я истина, дорога и жизнь». «Я есть истина, дорога и жизнь». Մինչև Քրիստոս բազմաթիվ իմաստասերներ, փիլիսոփաներ գեղեցիկ ճշմարտացի խոսքեր են ասել, լավ գեղեցիկ ճշմարտացի։ До Христа много философы говорили разно, мыслители говорили о разном, но не на таком уровне, правильно? Помню. Ճշմարտացի խոսքեր են ասել, գեղեցիկ խոսքեր են ասել, բայց ոչ ոք ճշմարտությունը չէր։ Они говорили правдоподобные, красивые слова, но истину не говорили. Не было этой истины. Քրիստոս չի ասում, ես ճշմարտացի խոսքեր եմ ասում, ես լավ խոսքեր եմ ասում, ես եմ ճշմարտությունը։ Христос не говорит, что он говорит правдоподобное или красивые слова. Он говорит, я истина, я есть истина. Մեծ տարբերություն կա։ И это большая разница. Եվ մենք առանց Քրիստոսի չենք կարող մենք ճշմարտությունը փնտրել։ Բոլոր կրոնների մեջ, բոլոր հավատքների մեջ գեղեցիկ ճշմարտացի խոսքեր կան, բայց որևէ մեկը ճշմարտությունը չէ։ Եվ որևէ մեկի միջոցով մենք չենք կարող փրկվել։ Но во всех религиях Христос говорит, что есть правдоподобные такие слова, но нету истины. То есть что мы смотрим? И нигде мы не можем найти истину, кроме как в Христе. И не можем найти спасение. Հիմա այս նույն սկզբունքը գործում է բոլոր շրջապատներում։ И этот принцип действует во всех окружениях. Ընտանեկան շրջապատում, семейных, ընկերական, в дружбе среди друзей, միջազգային, международных отношениях. Ամեն վեճերում հաղթում է ճշմարտությունը։ Во всех спорах побеждает истина. Եթե մենք կարողանում ենք գտնել ճշմարտությունը, если можем найти истину, բոլոր վեճերը կհարթվեն։ все споры будут разглажены, будут решены. Բոլոր կրոնների մեջ, բոլոր ուղղությունների մեջ, եթե անկեղծ սրտով փնտրեն ճշմարտությունը, բոլորը կհանգեն դեպի Քրիստոս։ Если с открытым сердцем будут искать истину, они все придут к Христу. Եվ նույն սկզբունքն է գործում նաև միջազգային հարաբերությունների մեջ, եթե անկեղծ սրտով մարդիկ ուզում են ազգերի ժողովուրդների մեջ խաղաղություն, համակեցություն, ապա Քրիստոսով կգտնեն բոլոր պատերազմների դադարեցումը։ И то же самое действует в международных отношениях. Если искренне, с открытым сердцем хотят найти խաղաղություն, իհարկե, мир. Если хотят найти мир и чтобы конфликтов не было, то придут к истине, к Христу. Բայց ցավոք սրտի, որքան ազգ, այնքան շահ, որքան ժողովուրդ, այնքան շահ։ Շահերի բախումը դա բերում է պատերազմի։ Իրականում բոլոր պատերազմների մեջ էլ Քրիստոսի շահը չի, իրական շահը չի, ճշմարտության շահը չի, այլ մարդկային շահերն են, այդ պատճառով էլ պատերազմներ են լինում։ Но, к сожалению, в этих международных отношениях сколько участников, столько у них выгоды, интереса. Столько у них интереса. И, к сожалению, эти интересы друг с другом сталкиваются и не приходят к истине. Аминь. Аминь.